Բարի երեկո։ Քաղաքական կրքերը, որոնք ծայրահեղ շիկացել էին վերջին մի քանի օրվա ընթացքում, կարծեք թե դեպի մարում են գնում։ Համենայն դեպս քաղաքական ուժերը գերադասեցին քաղաքական խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու տարբերակը, ինչը բացառապես դրական վերաբերմունք կարող է առաջացնել։ Շատ բարձ պատճառով։ Մենք այլ տարբերակ ուղղակի չունենք։ Հանրության որոշակի շրջանակներում տաք գլխությունը բավական մոդայիկ է դարձել։ Վերջին օրերին նույնիսկ հայկական Մայդանի մասին էին կանխատեսումներ հնչում։ Մարդիկ կային, որոնք ուզում էին տեսնել Մայդանը։ Իհարկե զուտ իրադարձությունների, էքշնի առումով Մայդանը կարող է եւ գրավիչ լինել։ Հեղափոխությունն ընդհանրապես ռոմանտիզմի տարրեր պարունակում է, բայց բոլոր այն մարդիկ, որոնք Մայդանի սպասումներ ունեին, գիտակցաբար կամ ոչ, բայց չէին մտաբերում պրոցեսները, որոնք հաջորդեցին Մայդանին, այդ ռոմանտիկ, հերոսական, պայքարի մարմնավորում թվացող իրադարձություններին, որոնք ծավալվեցին Կիևի կենտրոնում։ Ինչ է հիմա կատարվում Ուկրաինայում, ինչպիսին է հիմա Ուկրաինան։ Նրանք, ովքեր եղել են Ուկրաինայում մինչև վերջին իրադարձությունները, կփաստեն, որ երկիրն այդ իհարկե Շվեյցարիա չէր, բայց ամեն դեպքում Եվրոպայից շատ քիչ բանով էր տարբերվում, ասենք արևելյան Եվրոպայի երկրներից։ Իհարկե իր խնդիրներն ուներ, բայց որ մի երկիրը խնդիր չունի։ Այդ խնդիրները լուծելու համար էր Մայդանը, գոնե առաջին հայացքից, բայց արդյոք խնդիրներն այդ լուծվեցին։ Դժվար թե, եւ մեղմ ասած, չլուծվեցին։ Մայդանն ընդամենը սկիզբն էր, իսկ այն ինչ հաջորդեց դրան ամենաիսկական մղձավանջ էր, որը դեռ չի ավարտվել։ Մասնատված պետություն, որը հայտնվել է եղբայրասպան պատերազմի ճիրաններում, որին արդեն մի քանի տասնյակ հազար մարդ է զոհ գնացել, հիմնականում անմեղ մարդիկ, ծերեր, կանայք ու երեխաներ։ Ամբողջովին ավերված քաղաքներ ու գյուղեր, որոնք ենթակա չեն վերականգնման, վերացված կարևորագույն տնտեսական ենթակառուցվածքներ, ավելի քան 3 անգամ արժեզրկված ազգային արժույթ, տնտեսություն, որը հետընթաց է ապրում բոլոր հնարավոր ուղղություններով, ազգաբնակչություն, որը գների շեշտակի աճի պայմաններում չի կարողանում իր տարրական հոգսերը հոգալ, ամեն օր աճող վարձեր, զորակոչից մասսայաբար խուսափող երիտասարդություն եւ ավելի քան 1 միլիոն տեղահանված եւ այլն։ Պատկեր, որը ոչ մի լավ բան իր մեջ չունի։ Մայդանի մասին խոսելը մի տեսակ մոդայիկ է դարձել, բայց հետևանքների մասին խոսել, չգիտես ինչու ոչ ոք չի ուզում, քանի որ դրա մեջ մոդա չկա։ Դրա մեջ միայն ցավ ու մարդկային ողբերգություն կա, իսկ ցավն ու մարդկային ողբերգությունը գլամուր չեն նայվում, չեն կարող մոդայիկ լինել։ Այդ իսկ պատճառով մարդիկ, որոնք փորձում են ազատատենչ Երևան ու խոսում են հայկական Մայդանի մասին, լավ կլինի նաև փորձեն հնարավոր հետևանքների մասին խոսել։ Արդյոք Հայաստանը Մայդանի ռեսուրս ունի։ Արդյոք մենք պատրաստ ենք քաղաքական խնդիրները վերածել զինված դիմակայության։ Արդյոք մենք պատրաստ ենք մեր եղբայրների ու քույրերի արյան գնով քաղաքական հարցեր լուծել, որոնք միևնույն է չեն լուծվելու, ինչպես չեն լուծվել որևէ այլ երկրում, որտեղ հեղափոխություն է եղել։ Սահակաշվիլին ժամանակին ամբողջ առաջադեմ մարդկության համար ազատատենչության խորհրդանիշ էր։ Հիմա նրան բազմաթիվ մեղադրանքներ է առաջադրվել, սկսած պետական փողերը սեփական կարիքների համար ծախսելուց վերջացրած կասկածներով կապված նախկին վարչապետի սպանության հետ։ Մենք տեսել ենք այս ամենը, ու մենք պետք է գոնե փորձենք խելացի լինել, քանի որ միայն խելացի մարդն է ուրիշի սխալների վրա սովորում։ Իսկ մենք ուրիշի սխալներն արդեն տեսել ենք, նաև մերը։ Նրանք, ովքեր խոսում են Մայդանի մասին, վտանգավոր տարրեր են։ Նրանք, ովքեր արյան ծարավ են, չարիք են պետության ու հասարակության համար։ Նրանք, ովքեր համոզված են, որ քաղաքական երկխոսությունից բացի հարցերը լուծելու այլ տարբերակ կա, ի սկզբանե մերժում են քաղաքակիրթ երկիր կառուցելու ռացիոնալ ճանապարհը։ Մայդանը մեզ համար չէ։ Մենք մասնատելու հայրենիք չունենք։ Մենք արկածախնդրության գնով քաղաքական ինչ-որ հարցեր լուծելու համար վտանգի տակ դնելու հայրենիք չունենք։ Եվ այլ կարծիք այստեղ այս հարցում չի կարող լինել։ Ես առավել քան համոզված եմ, որ չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել իրար հետ խոսելու միջոցով։ Եվ առավել քան համոզված եմ, որ բռնության ցանկացած դրսևորում նոր բռնության է հանգեցնելու։ Եվ այս առումով ապրեն մեր բոլոր քաղաքական ուժերը, որ կարողացան ուժ գտնելու, միգուցե անգամ քննադատությունների թիրախում հայտնվելով, զերծ մնացին ավելորդ լարվածություն հրահարելուց։ Սա նշանակում է, որ մենք մեր եւ ուրիշների սխալներից անհրաժեշտ դասերը քաղել ենք։ Առողջ եղեք։